Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, պաշտպանության հարգարժան նախարար, իմ խոր համոզմամբ, որ քանի ժամ էլ շարունակվի այս քննարկումները, մենք նոր բան չենք լսելու, հարցը այս դահլիճի շրջանակներում արդեն սպառված է, եւ ինչքան էլ խոսենք, միշտ նույն հարցերի շրջանակում ենք գնալու, որը ընդամենը վնաս է տալու բուն հարցին։ Իսկապես կան կողմ տեսակետներ, կան դեմ տեսակետներ եւ ամենևին պետք չէ մտածել, որ նրանք ովքեր դեմ են նվազ մտահոգ են, նվազ հայրենասեր են կամ նվազ փաստարկված։ Եվ նույնը վերաբերում նրանք ովքեր կողմ են ամենևին չեն սատարում թալանչիներին կամ չգիտեմ ում, իրականում խոսքը գնում է շատ պարզ եւ շատ կարեւոր մի օրենքի մասին։ Կային առաջարկություններ, որոնց մի մասը ընդունվեց, մի մասը չընդունվեց։ Չընդունված մասերում իհարկե ես պարոն նախարար հարցեր ունեմ, որովհետև կային լավ առաջարկություններ, որոնք ավելի լավը կդարձնեին ամեն դեպքում։ Ես նախ առաջին ընթերցման ժամանակ իմ ելույթում ասեցի, որ շատ ավելի կարծում եմ ճիշտ կլիներ, որ այս հարցը քննարկվեր մի քանի քայլ անելուց հետո բանակի բարեփոխումների շրջանակում։ Իհարկե հակապաստարկը, որ նշեց պարոն նախարարը, համոզիչ է, զուտ ժամանակային առումով տեխնիկական հարցեր ժամանակ քիչ կար հունվարի 28-ից, բայց ես նորից մնում եմ նույն տեսակետին։ Լինեին մի քանի քայլեր, այս քննարկումը կանցներ ավելի կոնստրուկտիվ, նվազ էմոցիոնալ եւ ավելի ճիշտ ունով։ Հիմա մի հատ հարց, եթե հարցը հետեւյալն է, լավ, եթե չենք անում, չենք ընդունում, մերժում ենք քվեարկությամբ, ստեղծում ենք հասարակական կարծիք ընդդեմ, ինչ ենք ստանում։ Ինչ դժվար է պատկերացնել։ Ստանում ենք այն, ինչ որ ունենք, բազմաթիվ հարցեր, անապահովության երաշխիքների մեծ դեֆիցիտ եւ ունենում ենք իսկապես մեծ բաց։ Ինչ ենք ստանալու։ Չգիտեմ, այլ բան այս պահին չի առաջարկվում եւ չեմ էլ բացառում, որ իսկապես կարող է չկա։ Այլ ֆինանսավորման աղբյուրներ, բյուջեի այլ հոդվածների վերադասարում, իսկապես դրանք բարդ խնդիրներ են եւ շատ դժվար ասել, որն ավելի ճիշտ։ Մի հարցի շուրջ, այդտեղ պաթետիկ բան է, հասարակության ուշադրության կենտրոնում հասարակությունը գիշեր-ցերեկ մտածում է, բերեք անկեղծ խոսանք։ Ամենևին տենց չի եւ շատ ցավալի բան եմ ասում, եւ ամենևին տենց չի, որ հասարակությունը գիշեր-ցերեկ կենտրոնացած է բանակի վրա, Ղարաբաղի սահմանի վրա, լարվածության վրա, եւ ես գիտեմ, որ սահմանից եկող տեղեկատվական հոսքերը շատ ավելի երրորդական, չորրորդական դիրքերում են, քան ներքաղաքական կամ ընտրացուցակային մարտերի մասին տեղեկատվություն։ Պարզ խոսենք, երբ որ դիրքերից ինֆորմացիա է գալիս վիրավորի, զոհերի մասին, այդ նույն օրը պատգամավորներ, նախարարներ, մեծահարուստներ, հանրային դեմքեր Երևանի ռեստորաններում քեֆեր են անում, ոնց որ դա հազարավոր կիլոմետրեր հեռու լինի։ Հասարակական կարծիքը ձևավորվում է հանրային հասարակական դեմք ունեցող մարդկանց վարքագծով։ Եվ ես ամենևին են կարծինքին չէ, որ մեր հասարակությունը գիշեր-ցերեկ ապրում է այդ հոգսով։ Եվ դա շատ վատ է։ Եվ եթե այս օրենքը մեղմելու այդ խնդիրը ես կողմ եմ։ Եթե կլինի մյուս օրենքներ, որոնք կլրջացնեն հասարակությանը, կփոխեն վերաբերմունքը եւ ավելի կիսապատերազմական հասարակություն կունենանք բարի դրական իմաստով։ Զսպվածության, նվազ բարոյալքման տեսակետից ես էլի կողմ կլինեմ, որովհետեւ մենք շատ ենք մեզ խափում, մենք մեր ելույթներով, մեր եթերներով, թեև եթերները մերը չի վերացական բան է հասարակական բանը, հպարտության առարկա, չկա տենց բան, ցավով եմ ասում, հասարակությունը բազմաշերտ է, կան շերտեր, որոնք իսկապես ապրում են այս թեմայով, եւ կան շերտեր, որոնք խորապես անտարբեր են այս ամեն ինչից։ Մյուս խնդիրը զուտ հարցի տրամափիլիսոփայության մեջ կամավոր դնեինք, թե պարտադիր, ես ինքս իմ առաջին ընթերցման ելույթում այս հարցը բարձրացրել եմ։ Բայց ես ուզում եմ էլի շարունակել անկեղծ լինել։ Հայաստանում մենք բոլորս գիտենք մի երկրում, որտեղ պրակտիկորեն չկան արհմիություններ եւ աշխատողների իրավունքները խիստ անպաշտպան են, որևէ կերպ պաշտպանված չեն, կամավորության սկզբունքը իմ կարծիքով բերելու էր ավելի այլասերված հարաբերությունների։ Որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ մեզ մոտ մեծահարուստների, ճնշող մեծամասնության մեծահարուստների հիմնարկներում բառից բուն իմաստով ստրկատիրական պայմաններում են ապրում հայ աշխատավորներ, աշխատում։ Մի զանգով, մի գոռալով, մի չգիտեմ ինչով։ Մենք գիտենք, որ պետական համակարգում տնօրենը մի հատ հանձնարարական տալիս է եւ բոլորը 100-ից 99 անելու են գլուխները կախ։
Դրա համար իսկապես կամավորության սկզբունքը ես էլ եմ համարում լավագույն լուծումը չէր, բերելու էր ավելի վատ հարաբերությունների։ Միակ ես ափսոսում եմ, որ չընդունվեց մի սանդղակի գաղափարը, գուցե իսկապես ես առաջարկում էի դնել միջև X գումար, ասենք միջև 100,000 ստացողները 500-ից 1500 դրամի սահմաններում, էլի պարտադիր։ Ես կարծում եմ ֆինանսապես չէինք տուժել, մի բանը լավ էր ստացվելու, բայց մի քիչ ընտրության պարտադիրի մեջ էլ պետք է մարդկանց ընտրության հնարավորություն տալ, որովհետև կոնֆլիկտ իրականում կա, կոնֆլիկտ սոցիալական պայմանների, սոցիալական վիճակի մարդու եւ բավական լուրջ եւ բավական վեհ գաղափարի միջև։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է զինծառայողին վիրավոր կամ զոհված զինծառայող ընտանիքին ասել, այ գիտես, երբ որ տարիներ հետո մոնոպոլիաները կվերջանան, սահմանները կբացվեն, տնտեսությունը կաճի, մենք շատ փող կունենանք։ Չէ, դա աբսուրդ է, տենց բան չի կարելի։ Բայց նաև մենք պիտի հասկանանք 75,000 դրամ ստացող մարդուն, որը գնալու է գազի վարձմուծի եւ կոպեկ երեխայի դեղի փողի խնդիր ունի, մենք ասում ենք դու պիտի անպայման 1000 դրամ մուծես։ Ես ասում եմ, այս դահլիճում թեման սպառված է, բայց դահլիճից դուրս իսկապես կյանքը շատ ավելի հետաքրքիր է եւ ինձ դժվար է իմ հարևանին, իմ ընկերոջը, բարեկամին, որոնք ստանում են 100-120,000 դրամ, բացատրել ինչի ինքը նույնքան պիտի մուծի եւ շատ ավելի մեծ եկամուտներ ունեցողը նույնքան։ Գուցե ինձ կարելի է ես ինքս համոզեմ, հա, բայց ինձ շատ դժվար է բացատրել, մարդիկ դժվար են հասկանում։ Այստեղ խնդիր կա։ Եվ մյուս խնդիրը իսկապես կա եւ իսկապես էլի դժվար է բացատրել, խոսքը ապրիլյան դեպքերի մասին է։ Հասկանալի է, որ ֆոնը այս օրինագծի ապրիլն է, բայց սա ապրիլը չի ներառում։ Հիմնավորումները բավարար չեն եւ պետք է նոր ինչ-որ լուծում գտնվի, նոր մեխանիզմ գտնվի, արդեն ոչ թե ցանկության, կամավորության, ինչ-որ պարտադիր մեխանիզմով պետք է ապրիլը որևէ կերպ գուցե իսկապես պետք է լուծում գտնել, բյուջեի, չգիտեմ որտեղից չկապենք այս հիմնադրամին, բայց ապրիլը պետք է ներառվի, որովհետեւ իհարկե արվում է շատ բան, բայց դա բավարար չէ։ Եվ վերջում տեսակետները կարող են լինել սուր, էմոցիոնալ, հակասական, քվեարկությունը նույնպես, բայց իսկապես բերեք բանակի խնդրի չնայենք որպես մեզանից 1000 կիլոմետր հեռավորության վրա ինչ-որ օտարացված խնդրեմ։ Պետքա անում ենք, պետքա գնալու ենք շատ դժվարությունների, պետքա ցուցաբերենք զսպվածություն բոլորս, մեր կյանք հասարակ մարդիկ, պատգամավորները միջև մեծահարուստները, որտեղ եթե մենք հիմա այս փուլերում չլրջանանք, շատ լուրջ քայլերով չգնանք, ոչ պոպուլար քայլերով չգնանք, մենք հետո էլի կանգնելու ենք պատմական ողբերգությունների առաջ։ Շնորհակալություն։